Ժողովուրդը գրում է իշխանությունները դեռ հույսները չեն կորցնում ինչ-որ բան կպատահի ու ապրիլի 16-ին ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանին չեն կարողանա ընտրել։ Թերթի կառավարության աղբյուրը փոխանցել է Փաշինյանը կարծես թե այդ ուղղությամբ աշխատում է տարբեր բանագնացների միջոցով ու թիմակիցներից գաղտնի է պահում, որ հասկանա կարող է գործը գլուխ բերել թե ոչ։ Դա է պատճառը, որ նախորդային ՔՊ վարչության նիստին կրկին կանչել է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանին, ՔՊ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին, հասկանալու թե ինչ տրամադրություններ են մարզում ու ինչ կարելի է անել իշխանափոխություն չսկսելու համար, իհարկե նաև մեղադրելով թիմակիցներին ավականու ընտրություններում պարտվելու համար։ Աղբյուրը փոխանցել է, որ ՔՊ-ականները սպասում են, որ հնարավոր է Փաշինյանին հաջողվի ընդդիմադիրներին պառակտել ու տապալել Գյումրու քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրվելը։ Եթե չընտրեն, նշանակում է ՔՊ-ն կհաղթի, բայց ընդդիմադիրներն էլ հայտարարում են, որ իրենք թույլ չեն տալու ՔՊ-ն Գյումրիում իշխանություն ունենա։ Երեկ ողջ օրը թերթը փորձել է կապ հաստատել Դավիթ Արուշանյանի ու Սարիկ Մինասյանի հետ, բայց ապարդյուն։ Չի հաջողվել պարզել, թե ով է Փաշինյանից SMS ստացել պաշտոնից հեռանալու, ՔՊ-ն մոռանալու մասին, գրում է թերթը։ Նույն թեմայի շուրջ փաստում կարդում ենք ապրիլի 16-ին կայանալու է Գյումրու նորընտիր ավականու առաջին նիստը, որի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրվի, թվում է ամեն ինչ այս առումով պարզ է, բայց Փաշինյանն ու ՔՊ-ն ՔՊ չէին լինի, եթե կարողանային արժանապատվորեն պարտությունն ընդունել։ Մի շարք ՔՊ-ականներ այս օրերին հայտարարում են, թե ամեն ինչ դեռ առջևում է ու ոչինչ կորած չէ։ Նախորդին ԱԺ նախագահն էլ է ասել, թե իրենք քաղաքապետի թեկնածու առաջադրելու են։ Կան տեղեկություններ, որ ՔՊ-ն ոչ միայն հույսը չի կորցրել Գյումրին զավթելու, ինչպես մի շարք այլ համայնքներում, այլև այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տանում, շրջանառվող տեղեկություններով մի քանի տարբեր ուղղությամբ։ Գյումրիում խոսում են տարբերակներից մեկը Մարտուն Գրիգորյանի ցուցակի անդամներից մեկին համոզելն ու թեկնածու առաջադրելն է։ Այդ դեպքում ՔՊ-ն կընտրի հենց նրան ու կմնա ապահովել միայն երկու ձայն, ասենք նույն խմբակցությունից։ Իդեպ այս տարբերակը կյանքի կոչելու համար ՔՊ-ականները սպասում էին Մարտուն Գրիգորյանի որոշմանը, կդնի մանդատը, թե կվերցնի ավականու մանդատը։ Պարզ հաշվարկներով, որ մինչև ապրիլի 16-ը կարողանա ավականու անդամի մանդատ վերցնել, երեկ արդեն պետք է հրաժարվեր падգամավորությունից, քանի որ առաջին դիմումից հետո միայն մեկ շաբաթ անց է դադարեցվում падգամավորի լիազորությունները։ Երկրորդ տարբերակը ՔՊ-ին ավելի հոգեհարազատ է, պարզապես համոզելով, ճնշելով, վախեցնելով ընդդիմադիր խմբակցություններից պոկել 3 ձայն։ Իդեպ այս ամենին զուգահեռ ՔՊ-ն Գյումրիում ու Փարաքարում պարտության պատճառների հետևից է գնում փորձու հասկանալ, ովքեր են ՔՎ խոստացել չեն կատարել խոստումը, ապա նախատեսում են բոլոր նրանց գլխին սարքել, ովքեր չնայած նախընտրական շրջանում իշխանական ճնշումներին կտրականապես հրաժարվել են թեքվել ՔՊ-ի կողմը։ Հրապարակն էլ գրում է ՔՊ-ում այնքան են սարսափում սորոսականներից, որ նրանց չնեղացնելու համար պատրաստ են օրենք խախտել։ ԱԺ-ում 3 ճանապարհային երթևեկության անվտանգության մասին թեմայով լսումների ժամանակ նիստը վարող ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Դանիել Իոաննիսյանին արտահերթ ելույթի իրավունք պետք է տա, քանի որ նա կառավարությունում այլ միջոցառման է։ Հիմնական զեկուցողը ոստիկանապետ Արամ Հարությունյանից ներողություն հայցեց նրա հերթը խլելու համար ու ամբիոնի մոտ հրավիրեց Իոաննիսյանին, չնայած նա հիմնական զեկուցող չէր ու լսումների կանոնակարգով զեկուցողներից հետո պետք է ելույթ ունենար։ Խաչատրյանի քայլը բուռն քննարկումներ է բորբոքել դահլիճում։ Լսումների մասնակիցներից ոմանք ռեպլիկներ են արել։ Իոաննիսյանը հիմնական զեկուցող չէ, իսկ Արամ Հովհաննիսյանը ուղղակի մանթրաժի մեջ է եղել, քանի որ իր նախկին գործընկերը իր փոխարեն կարևորել է Իոաննիսյանին։ Ժողովուրդը գրում է Արշակ Օրդուխանյանը, որը պետք է հերթականության փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, քրեական գործով է անցնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով, օգտագործելով անօրինական միգրացիա է կազմակերպել եւ դատելով իրավիճակից նա արտոնյալ մեղադրյալ է։ Օրդուխանյանի պաշտպան Սիմոն Հարությունյանի միջնորդությունը դատարանը բավարար նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը բացակայելու արգելքը վերացվել է, իսկ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնվել է անփոփոխ։ Թերթը գրում է, որ այս որոշումը կասկածների տեղիք է հարուցում։
Հրապարակն էլ գրում է Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելուց հետո ՔՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության հանձնաժողովի նրա թափուր տեղի վրա եղել, բայց այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մեհրաբյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը։ Չնայած Վիլենից հետո ՔՊ ցուցակում Արշակ Օրդուխանյանն է, նա հրաժարվել է մանդատից, բիզնես գործունեություն է ծավալում։ Հաջորդը Մեհրաբյանն է, որը վերցրել է մանդատը ժողովրդավարական հայրենիք կուսակցության փոխնախագահ Վաղամերի Ղուկաս Մեհրաբյանի որդին է։ 24 թվականի փետրվարին նա նշանակվել է նորաստեղծ ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, հուլիսից ազատվել պաշտոնից։ Դրանից առաջ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն է եղել, փոխանցում է թերթը։ Նույն թերթում կարդում ենք Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին կանչվել է ՔՊ վարչություն պարզաբանումներ տալու Սկեսրայերին պատկանող գազալցակայանում մարտի վերջերին տեղի ունեցած սպանության վերաբերյալ։ 35-ամյա տղամարդու սպանությունը ըստ տեղեկությունների կապ ունի քաղաքապետի ամուսնու հավաքանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ։ Սպանված Արթուր Պարոնյանն ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու հետ։ Թե ինչի շուրջ են վիճել սպանվածն ու հավաքանու անդամը հայտնի չէ։ Էջմիածնում ամեն երկրորդին հայտնի է, որ սպանության մեջ կասկածվողը գողական ճապ մականունով Կարեն Բադալյանն է, քաղաքապետի ամուսնու ընկերը։ Գասպարյանն ասել է, դեպքի օրը Հայաստանում չի եղել, իմացել է, արագ վերադարձել է, թե ինչ որոշում կընդունի վարչությունը Էջմիածնի քաղաքապետի հետ կապված դեռևս հայտնի չէ։